բարի երեկո հարգելի հյուրեր, բարի երեկո հարազատներ, ընկերներ, բարեկամներ։ Ուրախ ենք ձեզ տեսնելու այս շքեղ ռեստորանային համալիրում, Գոարա ռեստորանային համալիրում։ Սկզբի համար եկեք մի հատ բոլորս բուրըն ծափարենք մեկս մյուսին։ Ծափարում ենք, որ ես տեսնեմ ինչպես է ձեր տրամադրությունը։ Շնորհակալություն ծափերի համար, դե ինչ հարգելի հյուրեր, քանի որ հնչեցին տոնական շեփորները, դա նշանակում է, որ մեր երեկոն, մեր տոնախնդությունը համարում եմ բացված եւ ես Արտուր Ներսիսյանս պատիվ ունեմ այսօր բարելու այս գեղեցիկ երեկոն, այս պատմական երեկոն կարելի ասել։ Դե ինչ հարգելի հյուրեր, խնդրեմ բոլորիդ կանգնել ոտքի, որովհետեւ եկավ այն պահը, որ հիմա այս դռներից պետք է ներս մտնեն այս երեկոյի ամենասպասված մարդիկ, այս երեկոյի հերոսները։ Դե ինչ, եկեք մի հատ բուրըն ծափարենք Գևորգին եւ Լենային, այս երեկոյի թագավորին եւ թագուհուն։ Ծափերը։ Երջանկության եւ սիրո հաշվերուկում դիմավորենք մեր նորապսակ զույգի։ Ասենք շնոր համոր լինի, թող լինի, Աստված ձեզ հետ միշտ լինի, պահապան լինի։ Ասենք շնոր համոր լինի, թող լինի, Աստված ձեզ հետ միշտ լինի, պահապան լինի։ Ну что ж, добрый вечер, дорогие господа, добрый вечер, друзья. Ну давайте коллективу громко поаплодируем, а? А где у нас Артем Харисович, где у нас? А, он встал и сел. Есть մեր հայկական, ավանդական, պապական եկած առաջին գենացը։ Ով կասի առաջին գենացը որն է? Джан. Друзья, сейчас будет тост, первый тост за встречу. Եկեք բաժակ բարձրացնենք եւ մեկս մյուսի ասենք բարով տեսանք։ Որդեսում ամթե բասվե կսվասե սողագի արամ սողակ թամած կարոտ եմ բազագի։ Ну что ж, дорогие гости, хочу провести застольный конкурс такой. Скажите, пожалуйста, что должен делать человек на таких праздниках? Кто даст оригинальный ответ, получит приз от меня. Веселиться. Кто еще? Танцевать. Оригинальный ответ. Кто еще? Я говорю, утром попить кофе, идти домой. Утром попить кофе? Идти домой. А, здесь попить кофе потом? Потом идти Давай домой. будем гулять, значит. Я скажу, на Карпату пополнить. У меня есть два человека, вот которые дали оригинальные ответы. Кто громче, тот получает приз. Хорошо? Давайте поаплодируем Георгу. Утром он почистит. Спасибо, дорогой. Հաջորդ գնացը կհնչի մեր այս երեկոյի, այս տոնախնդության ամենակարևոր հերոսների համար, իհարկե մեր թագավորի և թագավորի համար։ Գավաթ բարձենք համոզույքի այս սանարան, մեզ բոլորի շատ հարազատ, որ այսօրով իրար հասան մեր աննման հասնու փեսան։ Մաղթենք նրան սեր ու բարիք, շուտով ծնվի մի խոչ հարիք։ Իսկ են կողմը թողնա պուրա գորագոն է։ Հաջորդ կենացը։ Մենք պետք է բարձրացնենք այն մարդկանց համար, ովքեր գիտեն մեր երիտասարդների դեռ օրորոցից, ովքեր դաստիարակել են, մեծացրել են, հասցրել են, կարելի ասել իրենց նպատակին, որ այսօր բոլորիդ աչքի առաջ նրանք նստած են և նրանք ամուսնանում են։ Իհարկե, հաջորդ կենացը մեր ծնողների, մեր թանկ ծնողների, մեր սիրելի ծնողների կենացների, Женщины, третий, первый, последний, за родителей всегда надо пить, это обязательно.
Խավոր ջան, դու սրբություն ես բոլորի օջախներում։ Խավոր ջան, շատ շնորհակալ եմ, քրտեցի հայտնաշեն։ Եկեք նա ծափարեն Խավորին։ Как ваше настроение? Кроме него. Скажите вот одного русского поэта или писателя. Просто. Пушкин. Вот где не спроси, всегда Пушкин. Значит, 1-0 в пользу женщин. Столица России. Москва? Точно? Ереван? Да. Конечно. А столица Южного Урала? Челябинск. Хорошо. Вот девушка скромная сидит. Здравствуйте, девушка. Вот скажите, пожалуйста, как будет с русского языка на английский? Я тебя люблю. I love you. Да ладно. Հիմա մենք ես հարցեր կտամ, ումն է լինելու վերջին խոսքը տանը։ Գևորգին։ Ես ով է ձեզանից հաճախ օգտագործում սիրո խոսքեր։ Մեր աշակ, ես իշխան։ Այժմ, մեր թագուհին, մեր գեղեցկուհին կնվիրի իր գեղեցիկ պարը իր թագավորին։ Եկավ այս երեկոյի ամենաքաղցր պահը։ Եկեք նա ծափարենք բոլորս։ Ծափարում ենք, ամեն որ շնորհավոր ենք։ People agree this is timeless. Սիրելի մեր զույգ, դու գիտեք որն է ընտանեկան երջանկությունը։ Ընտանեկան երջանկությունը բաղկացած է 5 կարևոր մասերից։ Դե ինչ, հարգելի հյուրեր, ամեն ինչ ունի սկիզբ և ամեն ինչ ունի վերջ։ Բայց ես ցանկանամ, որ այս մեծ սիրո պատմությունը երբեք չունենա իր ավարտը։ Մեր նորապսակ զույգին մաղթում եմ անսահմանսեր երջանկություն և շատ անուշ բալիկներ։ Շատ լավ անցավորը, ուրախ են բոլորը, ուրախությամբ նշեցին ձեր մեծ պսակը։ Շատ լավ անցավորը, ուրախ են բոլորը, ուրախությամբ նշեցին ձեր այս պսակը։